Փառակար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի և նրա ընկերոջ Արարատի ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության լուրը տարածվեց կայծակնային արագությամբ։ Ըստ հրապարակումների սպանությունը կատարվել է սեպտեմբերի 23-ին կեսգիշերից րոպեներ առաջ։ Դեպքից արդեն 4 օր է անցել, ինչ է մինչ այս հայտնի սպանության մասին։ Վալոդիա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը սպանվել են Արմավիրի մարզի Փառակար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում Գրիգորյանին պատկանող առանձնատան դիմաց։ Տունը գտնվում է Երևանյան խճուղիում, այստեղ դեռ պահպանվում են այրան հետքերը։ Եվս մեկ անձ մարմնական ծանր վնասվածքներ է ստացել։ Այս կադրերը հրապարակվեցին սպանությունից մի քանի ժամ անց։ Գրիգորյանի տան վրա տեղադրված տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է դիմակավորված անձը ավտոմատից կրակահերթ արձակելով մոտենում համայնքապետին ու նրա ընկերներին։ Վալոդիա Գրիգորյանի և ընկերների ուղղությամբ 18 կրակոց է արձակվել։ Այս առնչությամբ լուրերին որոշակի մանրամասներ էր հայտնել Հայաստանի քննչական կոմիտեի հատուկ գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են առնանման նյութի հետքեր, դրանցից կատարվել են համապատասխան նմուշառումներ, հայտնաբերվել են կրակված պարկուշտներ, թվով 18 հատ, որոնք ևս վերցվել եւ առգրավվել են։ Նաեւ դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են դեպքի վայրում տեսանկարահանող սարքեր, որոնց տեսաձայնագրությունները ևս առգրավել եւ վերցվել են։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Տեսախցիկների արձանագրումից որոշակի կադրեր հրապարակեց Նյուզեեմը, որտեղ երևում է, թե ինչպես է դիմակավորված անձը կրակոցներ արձակում, հեռանում, ապա հետ վերադառնում, ինչ-որ բան ստուգում եւ այդ ժամանակ նորից կրակոցներ է արձակում եւ հեռանում։ Սպանությունից կարճ ժամանակ անց Մերձավանում ամենուր իրավապահ համակարգի աշխատակիցներ էին։ Օպերատիվ խմբերով, մի քանի տասնյակի հասնող ոստիկաններով եւ հատուկ միջոցներով, այդ թվում շների ներգրավմամբ տարածքում ուսումնասիրություններ էր իրականացվում։ Ուշագրավ է, որ այս սպանության դեպքով ոչ ներքին գործերի նախարարությունը, ոչ էլ քննչական կոմիտեն որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ տեսանյութ չեն տարածել։ Իրավապահ համակարգի ներկայացուցիչները հարցազրույցներում էլ խուսափում են որևէ հստակ տեղեկություն տրամադրել։ Ես հարցում եմ հարցազրույցի, խնդրում եմ թողեք Հնարավոր ինչ է հնարավոր եղել բարձել այս ընթացքում։ Տիկին Սարգսյան։ Այս պայմանությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում, այլ բան չունեմ ասելու ներկայում։ Լրացուցիչ տեղեկացում։ Այս սպանության դեպքով ուշագրավ զարգացում տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին։ Հայտնի դարձավ, որ Վալոդիա Գրիգորյանի ու նրա ընկերոջ Կարեն Աբրահամյանի սպանության գործով կա ձերբակալված։ Իշխանություն լրատվամիջոցը կադրեր հրապարակեց, որից պարզ է դառնում, որ իրավապահ համակարգի 1 տասնյակից ավելի աշխատակիցներ խուզարկում են մերձավանցի Նարեկ Օհանյանի տունը։ Նա այս տարվա փետրվարին նույն համայնքում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Կադրերում Նարեկ Օհանյանին ձեռնաշխտաներով նստեցնում են ավտոմեքենան։ Նա հրաժարվում է պատասխանել լրագրողի հարցերին։ Բան չունեք ասելու։ Դուք կապ ունեք հանցագործության հետ։ Որևէ բան կարող եք ասել։ Ճանաչում եք Վալոդիա Գրիգորյանին։ Իրավապահ համակարգը սակայն պաշտոնական տեղեկություն դեռ չի տարածել։ Խուզարկության վայրում աշխատող փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը 24 News-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ է ներկայացրել, այդ թվում հաստատել է, որ ձերբակալված անձ կա։ Պարոն Վարդանյան, քիչ առաջ այստեղից բերման ենթարկվեց մի քաղաքացի, այնքանով որքանով իհարկե տեղեկատվությունը հրապարակային էր, ով էր տվյալ անձը, ինչու բերման ենթարկվեց եւ այս տունը ինչ տուն է, որտեղ դուք գտնվում եք եւ այստեղ նաեւ քննչական գործողություններ էր իրականացվում։ Մերձավանում կատարված իր միջադեպի հետ կապված է, այս պահին կա ձերբակալված անձ,
պաշտոնապես առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ ավելի մանրամասն դեպքի մասին։ Իսկ այս հատվածը, որտեղ ոչ մի մաքանչական գործողությունների նաև իրականացում ձերբակալվեց, ինչով է այսպես ասած ուշադրության արժանացել եւ ինչ է հայտնաբերվել։ Ըստ էության բացի արդեն ձերբակալված ածկա, բազմաթիվ օպերատիվ հետախուզական քննչական միջոցառումներ են իրականացրել։ Ընդհանուր դեպքը կապված է միջազգային հարաբերությունների հետ եւ փետրվարյան դեպքերի շարունակությունն է ըստ էության։ Այն, որ շահարկվում է, ինչպես նաև խոսում է այն վարկածը, որ սա քաղաքական պատվեր է, հնարավոր է օրինակ մարտի 30-ին տեղի ունեցած արտահերտ ընտրություններից հետո իշխանությունները չէին մարսել ընդդիմադիր համայնքապետի հաղթանակը եւ պայմանավորում էին քաղաքական որպես պատվեր, հերքվում է այդ վարկածը։ Քաղաքական որևէ էլեմենտ չկա այս դեպքի շրջանակներում, արդեն ասեցի գործ ունենք միջազգային եւ փետրվարին տեղի ունեցած միջադեպի շարունակության հետ։ Մհեր Ախտոյանի տան դիմաց տեղ ունեցած կրակոցների մասին է խոսքը։ Այո։ Ինչու է Նարեկ Օհանյանը հայտնվել իրավապաների ուշադրության կենտրոնում։ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո շրջանառվող վարկածներից մեկն էլ այն էր, որ այս արյունոտ հարձակումը Մերձավանում ավելի վաղ այս տարվա փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության վենդետան է։ Մերձավանի ԿՊԱ-կան նախկին վարչական ղեկավար Մհեր Ախոյանի տան մոտ փետրվարի 5-ին սպանվել էր նրա 29-ամյա ազգականը Գրիգոր Օհանյանը եւ այս գործով 15 մեղադրյալներից է նաեւ Վալոդիա Գրիգորյանի եղբայրը Պայքար Գրիգորյանը։ Նա այս պահին տնային կալանքում է։ Այս առնչությամբ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Վալոդիա Գրիգորյանը սպանության օրը սպասել էր ժամը 12:00-ին, որպեսզի գնա եղբոր Պայքար Գրիգորյանի ծնունդը շնորհավորելու։ Սակայն ծնունդից րոպեներ առաջ սպանվեց։ Թերթը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանը ԿՊԱ-կան Մհեր Ախոյանի հորաքրոջ որդին սպանվել էր հենց իր ծննդյան օրը։ Եվ հիմա ըստ Ժողովուրդ օրաթերթի Մերձավանում խոսում են, թե մարտասպանը Վալոդիա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը։ Այս վարկածը իրավապաներն ուսումնասիրում են։ Կա պարոն Հովհաննիսյան, ի վերջո այս դեպքը կապվում է Մերձավանում ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության դեպքի հետ։ Ուրեմն քրեական վարույթով առաջադրվել են մի շարք վարկածներ, այդ թվում նաև ձեր կողմից մատնանշված վարկածը, բնություն հերքելու կամ հաստատելու նպատակով եւ Խրարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ միայն այդ հանգամանք, այդ վարկածը, այլ նաև մնացած բոլոր վարկածները քննության առարկա դարձվում են եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունները կատարվում են։ Ախոյանների տան մոտ, որտեղ փետրվարին տեղի էր ունեցել սպանությունը, այժմ հսկվում է ոստիկանների կողմից, որոնց թվում նաև դիմակավորված ծառայողներ են։ Վալոդիա Գրիգորյանի սպանությանը նաև քաղաքական երանգ տրվեց։ Սպանությունից ժամեր անց Facebook-ում գրառում կատարեց Նիկոլ Փաշինյանն, այն որակելով լկտի զինված հարձակում։ Փաշինյանը հույս հայտնելով, որ Հայաստանի իրավապաները շուտապույտ կբացահայտեն հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց, նաև քննադատեց իրավապաներին այն չկանխելու համար։ Մեջբերում նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին փառաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Այս վերլուծություններից կարվեն անհրաժեշտ հետևություններ։ Փաշինյանի այս գրառումը քննադատեցին Գրիգորյանի կուսակիցները։ Ապրելու երկիր կուսակցության հիմնադիրներից Մանեթ Հանդիլյանը հայտարարում է, որ Վալոդիա Գրիգորյանը սպանվել է ոստիկանության անգործության հետևանքով։ Բայց մի բան փաստ է, որ փողոցում վխտում են զենքով, ապօրինի զենքով մարդիկ, որոնք այս իրավապահ համակարգի անգործության հետևանք է, այս իշխանության ստեղծած իրավապահ համակարգի, որովհետև նրանք զբաղված են ամեն ինչով, բացի իրական հանցագործներին բռնելով։ Եվ եթե այս սպանությունը չբացահայտվեց, դա բացահայտվելու է վաղը եւ անգործության մատնված, այսօրվա անգործության մատնված անձիկ նույնպես պատասխան են տալու։ Այնպես որ օր առաջ թող լծվեն այս սպանությունը բացահայտելով, կան տեսանյութեր, պարզ է եղել, այսինքն այդ պահին տեսագրվել է այդ իրավիճակը, այո, բայց պիտի հետևից գնալ, պիտի բացահայտել, որովհետև պատահական բաներ տեղի չեն ունենում։ Ինչպես է տեղի ունեցել, վարքը ինչքան է գնացել եկել, չէ՞ որ մեկ օրում, մեկ պահում դա տեղի չի ունեցել։ Ես դա իմ կարճ, այսպես այո, պատկերացնում եմ ասում, այո, որովհետև չէր կարող այդպես կազմակերպված, հենց այդ պահին դա տեղի ունել։ Հետևաբար, եթե մինչև այդ արած լինեին իրենց աշխատանքը, այս սպանությունը տեղի չէր ունենա։
Սպանության մասին ուշագրավ վարկած է հայտնել իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա դեպքը կապել է մինչանձնային կոնֆլիկտի հետ։ Բոլոր երկրներում տեղի են ունենում տարբեր իրավական դեպքեր, որոնք որ նաև առնչվում է քաղաքական գործիչներին։ ԱՄՆ-ում վերջերս տենց դեպք տեղի ունեցավ բոլոր երկրներում։ Այլ հարց է, արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենում է, թե չի ունենում, արդյոք իշխանությունները դրա հետ որևիցե կապ ունենում են, թե չեն։ Վերջացնեմ։ Այո, անկախ նրանից թե ունենք թե ոչ, այո, դա պատասխանատվության աստիճան է ենթադրում, եւ այո, իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն եւ այն աշխատանքը, որը որ կատարվել է, որ առնվազն կանխվի նման դեպքը, որովհետեւ որքանով որ ես գիտեմ, չեմ ուզում պնդեմ, պարզա, որ դա միջ անձնային հարաբերությունների հետ կապված է եղել, այսինքն դա կապված չի քաղաքական դիրքորոշման հետ։ Ես որքան լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նաև այսօր մեդիահաբը, եթե չեմ սխալվում, գրել էր, որ ինչ որ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի, ինչ որ մարդա ձերբակալվել եւ այլ։ Այլ հարց է, երբ որ դուք ինչ որ հարց տակ իշխանության ներկայացուցիչին դրա հետ կապված, այդ արյունի հետ կապված եւ այլ։ Սպանված Վալոդիա Գրիգորյանը ապրելու երկիր կուսակցության քաղխորհրդի անդամ էր, Մարտին հաղթել էր փառաքարի ընտրություններում։ Գրիգորյանի առաջնորդած Միասնություն դաշինքն ստացել էր ձայների ավելի քան 57%։ Այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց այրունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով։ Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը ուշադրություն է հրավիրում փաստերի վրա։ Նա ահազանգում է Գրիգորյանը հաղթեց ընտրություններում եւ սպանվեց։ Թե Ղուկասյանը չհստակեցրեց հաղթանակից է բխում սպանությունը, սակայն շարունակեց այս երկու փաստերը մատնացույց անել։ Մարդը հաղթեց իր ընտրական պայքարում եւ զոհվեց։ Սա է ընդդիմադիր գործունեության գինը Հայաստանում։ Բանտեր, զրկանքներ եւ վերջում սպանություն։ Այդ շատ վատ բան է։ Ես ցավակցում եմ ընտանիքին, զոհվածի եւ զոհվածների։ Ցավոք սրտի, այն երկրում, որտեղ որ իշխանությունը գտնվում է խորը ճգնաժամում, շանս չունի հաղթելու ընտրություններում, այո, պետք է ընդդիմադիրներին քրեորեն հետապնդեն, սպանեն։ Սերժ Սարգսյանի ժամանակ գոնե ծեծում էին։ Պարոն Ղուկասյան, պարզապես որ դուք իրար կողք եք դնում հաղթանակը եւ սպանությունը, տպավորություն է ստեղծվում, ամենայն դեպս ես այդպես եմ ընկալում, որ դուք ասում եք հաղթանակը չներվեց, դրա համար սպանեցին, ճիշտ եմ հասկանում ձեր։ Դուք եք այդպես ընկալում։ Նժար Սահմանադրական շարժման անդամ Գարեգին Միսկարյանն էլ քննադատում է իրավապահ համակարգի պաշտոնյաներին սպանությունը չկանխելու համար։ Նա ոստիկանության անգործության մասին է ահազանգում եւ միաժամանակ մատնացույց անում, թե նրանք ինչպես են պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։ Ներքին գործերի համակարգը Հայաստանում գործում է կատարված հանցագործություններ բացահայտելու միտված քաղաքականությամբ։ Այն դեպքում, որ իրավապահ համակարգի գործը կանխարգելելն է հանցագործությունները, ոչ թե դրանց։ Իհարկե կատարվածները պետք է բացահայտել, բայց չպետք է այդ համակարգի տրամաբանությունը լինի սպասել հանցագործությունը տեղի ունենա, հետո նոր բացահայտել։ Եվ այս դեպքով էլ, երբ որ կա հավանական վրեժխնդրության ռիսկ, իրավապահ համակարգը իր օպերատիվ մասով, տարբեր տեղեկատուների, այսինքն իրենց տեղեկություն հասցնողների միջոցով պետք է կարողանար գնահատել այդ ռիսկը եւ կանխարգելել։ Եթե ոստիկանությունը գործելու լիներ հավուր պատշաճի, եթե դատական համակարգը գործելու լիներ հավուր պատշաճի, ես վստահ եմ այս եւ նմանատիպ բազմաթիվ սպանություններ տեղի չէին ունենա։ Իսկ ինչով է զբաղված ոստիկանությունը, միայն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելով։ Ճիշտ ասած, այս վերջերս Արագածի լանջին կարծեմ ինչ որ թատրոն էր գնացել Նիկոլ Փաշինյանը եւ ես ապարանի կողմից գալիս էի Երևան եւ ոստիկանների թիվը ճանապարհին ինձ ուղղակի ապշեցրեց։ Ամեն անցումի վրա այդ ամբողջ ճանապարհին մինչև աշտարակ բյուրականում էր կարծեմ եւ գումարած դրան Երևանում էլ խաչմերուկներին, որ էլի
այդ ճանապարհի ուղղությամբ։ Ես չգիտեմ, երևի 1000-ից ավել ոստիկան կար։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանը գնացել էր ներկայացում դիտելու։ Այդտեղ են զբաղված ոստիկանները։ Ամեն տեղ մի 2 մեքենա, 3 մեքենա մեջը նստած սպասում են, երբ է Նիկոլ Փաշինյանը իր ներկայացումը նայելու գատուն, որ իրենք էլ գնան իրենց պարտականությունները կատարեն։ Սա ուղղակի խայտառակություն է։ Բառից բուն իմաստով խայտառակություն։ Այդքան ոստիկանի զբաղացնել, ավելի լավ էր ինքը այդ Yandex-ի ուղղաթիռով գնար, դա ավելի էժան կնստեր պետության վրա, քան թե այդ ամբողջ ճանապարհը ոստիկաններով պատել, հասկանում եք։ Հայաստանում տեղի ունեցած սպանությունների եւ այլ դժբախտ պատահարների ֆոնին հիշարժան է դառնում Արփինե Սարգսյանի հայտարարությունը ներքին գործերի նախարարի պաշտոնը Փաշինյանի ներկայությամբ ստանձնելիս։ Պետք է նկատենք, որ վերջին շուրջ 2 տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ ներքին գործերի նախարարության նկատմամբ եւ հետևողականորեն ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը իմ գլխավորությամբ, իհարկե պարոն վարչապետ, ձեր աջակցությամբ, ձեր վստահությամբ շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել այս վստահությունն էլ ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Որքանով է Հայաստանի քաղաքացու համար ներքին անվտանգության մակարդակը Արփինե Սարգսյանի պաշտոնավարման այս 1 տարվա ընթացքում բարձրացել, յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է պատասխանել։ Սակայն հանրությանը այս ընթացքում հայտնի դարձավ քաղաքացիներից մեկի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար պետբյուջեի հաշվին $125,000 ավտոմեքենա գնելու մասին։ Այդ քաղաքացին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է։